նոր ասում էին հավասարակշիռ, բարի, մինչև իշխանության գալը բոլորին է տենց ասում են, հետո հենց գալիս են իշխանության գնաց։ Ավտոյից նենց են իջնում տնաշենները, հիշում եք ոնց եկավ իշխանության այս թիմը։ Մեկը հեծանիվով էր գալի, մեկը թութակով էր գալի, հիշում եք թութակով մարդու, մեկը մետրոյով էր գալի, անցել է 8 տարի, ով նիհար էր, չաղացել է, ով թութակով էր գալի, հիմա սենց ջիպը գալի կանգնում է, վարորդը դուռը բացում է, նա ջիպ է էլի իջնում, այդ ջիպից նոր ինքը իջնում է, շատ շուտ են սովորում, ժողովուրդ, շուտ են սովորում, որտև չեն տեսել, բայց գիտեք ինչ, եթե իրանց աշխատանքից սովորեին, իրանց ընտանիքը աշխատեր իրանք սովորեին, թե մենք մի բան ասեինք, բայց էդի իրանց աշխատանքից չսովորեցին, ժողովրդի տված հարկերից սովորեցին, բյուջեից սովորեցին, քիչ մնաց, քիչ մնաց, քիչ մնաց։ Լսում ես, մեկ էլ ամեն մեկը միտեղ մի հատ բիզնես ունի, ամեն մեկը արդեն բիզնեսներ ունեն, արդեն մեկը այս թեման է, պետք է մարդ այդեղ, մեկը այդեղ փայ է, մի հատ հատված կա Մալաթիայում, որ ուզում են ճանապարհ սարքեն մարդկանց բակով, ինչ-որ մեկի բիզնեսն է իշխանության ներկայացուցիչներից, ուզում է իր բիզնես ճանապարհ գնա, մերոնք կներկայացնեն երկու օրից, արդեն սկսում են հավեսի են ընկնում, դառնում են չինական հանրապետականները, ժողովուրդ, հանրապետականների չինական տարբերակները, բայց մի տարբերությամբ, իրանք այս ամեն ինչը ձգում են մի բանով, հանձնելով, մեր հետաքրքրությունները հանձնելով, այո, ամեն օր մի բան հանձնելով են էսի անում, ցավը գիտեք որն է, շատ բան կարա սուղես, բայց բաներ կան, որ անխուսափելի են, երբ արցախցիները ինձ տեսնում են, ասում են Նարեկ ջան, մենք նույն կյանքով ապրելու ենք, թե չէ, այդ պահին 1000 միտք է իմ մտքով անցնում, որտև դու գիտես, որ ինչ որ բան անցել է, ինչ որ հեշտ էր պահել, շատ ավելի դժվար է հետագա քայլերը հասկացանք իրար։ Պետք է ուղղակի չկորցնենք, ժողովուրդ։ Դռները մեր երկրի չբացենք։ Երբ ասում են, երբ մեր երկրի այսօրվա նախագահը, եթե հիշում եք Խաչատուրյան ազգանունը, ասում է, մենք պետք է բացենք Սյունիքի դարպասները։ Նժդեի փակած դարպասը Խաչատուրյանը եկել է բացում է։ Իր կուսակցությունը խոսացել է իրանց մեջ, բայց ինքը ժողովրդին, չգիտեմ, կամա թե ակամա էդի ասեց։ Այդ դարպասը Նժդեն է փակել։ Մեր մեծ հայրերի աշխատանքով, տանջանքով, չհարմարվելով։ Այդ դարպասը, որ փակել են, հաշվարկել են, որ դա պետք է հայկական լինի, ու եթե բացեցինք, գալու են բնակվեն։ 10,000 հոգի, չեմ ասում մեկից, 20,000 հոգի, 30,000 հոգի, բայց բուն են դնելու, իսկ իրանք ուր մտել են, չեն ելել։ Մեր քայլը ինչն է, Երևանը ընդդիմադիր է, ժողովուրդ։ Երբ այսօրվա վարչապետը Երևան դուրս է գալի փողոց, այդ երեկո մենք շոու ենք մի հատ տեսնում, որտեղ ինքը տեսնում է, որ 10-ից 9 իրան ռեակցիա չի տալիս, իրան ոչ մեկ չի բարևում, ժողովուրդը չի ուզում իրան, հասկանում է, Երևանը ընդդիմադիր է։ Երևանցին տեսնում է իրանք ոնց են ապրում, Երևանցին խոստում է հիշում է, հիմա բայց մի բան կա, մենք պետք է մի բան անենք, եթե, այո, եթե մենք չենք գնում ընտրության, եթե չենք գնում ընտրության, ուրեմն ով չի գնում ընտրության, իր քվեն գնում է Փաշինյանին, ժողովուրդ, Երևան քաղաք, գնա ընտրության, որ գնան, գնա ընտրության, որ գնան,
ով չի գնում ընտրության, այդ ձայնը Փաշինյանինն է, այդ ձայնը իրանց փոքրիկ խմբակինն է, ու իրենք շարունակելու են, դուք պատկերացնում եք սրանից հետո ոնց են իրենց պահելու։ Դեռ ընտրությունը չկրած, նենց բաներ են ասում, սենց երեխաների աչքերը փակում ես, ականջներն էլ, բա հաղթելուց հետո ինչ են անելու այս ժողովրդի։ Ով ինչ ուզում խոսում է։ Իրենց չափերի անցնելու process է։ Դրա համար Երևանը պետքա գնա ընտրության, որ իրանք գնան։ Գնա, որ գնան։ Ապրեք ժողովուրդ ջան, բոլորս մեր շրջապատի, մեր ընկերների հետ խոսանք։ Ով ասում է, արա դե սաղ նույնն է, շատ են ասում։ Ես էլ մեկ-մեկ որ մոտենում եմ, ժողովուրդ ջան, սաղ նույն չեն։ Մի տան մեջ բնավորությունները տարբեր են։ Մի գյուղում բնավորությունները տարբեր են։ Չի կարելի վատ փորձը համարել միշտ վատ։ Ոչ լավն է մշտական, ոչ վատը։ Հիմա այս վատը մշտական չի։ Եթե գնում ենք, վատը մշտական չի լինում։ Գնանք, հաղթենք ժողովուրդ, փոխենք, գնան սաղով։ Շնորհակալ եմ։